մենք որպես եւ հայ քրիստոնյա մարդ եւ որպես նաեւ եկեղեցական հույս ենք փայփայում, որ վերջի վերջո պիտի արդար ձայնը լսվի։ Չի կարող արդարության, ճշմարտության ձայնը խլացվել, անշուշտ պիտի փորձեն խլացնել, բայց ինչպես նաեւ ավետարանում է ասում, անապատում հնչող ձայնը երբեմն խլացվում է անապատի քամիներից կամ տարուբերումներից, բայց երբեք լռել չի կարող։ Հիմա ցավսիրտ մարդիկ, այն մարդիկ, ովքեր ցավ են ապրում ճշմարտությունը խեղաթյուրելու համար, պիտի նաև իրենց ձայնը բարձրացնեն, աղոթքի տեսքով կլինի այն մտածումների տեսքով, այն ապրումների տեսքով, որ արդարությունը վերջի վերջո բարձրաձայնվում։ Ակնկալիք որպես այդպիսին ցավոք սրտի չունեմ, ես հորեպես մարդ չեմ, բայց իրականությունը այլ բան է ապացուցում։ Հուսանք, որ եթե ոչ այս անգամ, իհարկե Աստված մի արասը, որ Սրբազանը կրկին անգամ անազատության մեջ որոշվի, որ անազատության մեջ պիտի լինի, բայց գոնե մոտ ժամանակներում հուսանք, որ Աստված պիտի տնօրինի այնպես մեր սրբազանները բոլորը, ոչ միայն Արշակ Սրբազանը, այլ բոլոր մեր սրբազանները, նվիրյալները կլինեն ազատության մեջ, կլինեն այն անդաստանում, որտեղ իրենք պահանջված են եւ կարեւոր ու իրենց ներկայությունը մեզ էլ որպես հոգեվորական, որպես հայ մարդ, որպես հայ քրիստոնյա ուժ է տալիս ու առաջնորդում է։ Տեսկացած, իսկ Խանայքերի Սուրբ Աստվածածուն եկեղեցում իրավիճակը այսօր ինչպիսին էր, արդյոք այնտեղ ռազմական ոստիկանությունը դեռ հսկում է, թե ոչ, եւ առհասարակ այդ ամենը ինչու եղավ, ինչու հենց այն Պաշտպանության նախարարի այն որոշումից հետո, որ գնդերեցնող ինստիտուտը լուծարվեց։ Ես այսօր էլի առիթ եմ ունեցել ասելու, արդեն 3 օր է շաբաթ օրվանից սկսած, իհարկե շաբաթ օրը իրենք ծառայողական մեքենայով այնտեղ էին, պարզաբանումներ չտվեցին, ասացին, որ մեր իրավունքն է լռելը եւ որևէ պարզաբանում չտալը, իրենք ծառայություն են իրականացնում, իրենց ասելով, իհարկե գիտեմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, Պաշտպանության նախարարության մամլոխոսնակը հրապարակում արեց, պարզաբանելով, թե ինչի են իրենք այնտեղ, բայց իրականության մեջ մի քիչ այդքան էլ համոզիչ չէր, որովհետև իրենց նշած զորամասերը բավականին հեռու են եկեղեցուց, մոտ 3 կիլոմետրի չափով։ Այսօր էլի առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ այստեղ, եթե եկեղեցին ստրատեգիական կարևոր օբյեկտ է, դա ուրիշ հարց է, բայց եթե եկեղեցի սրբավայր է, աղոթքի տուն է, չեմ կարծում, որ այդ ուժեղացված ծառայությունը պիտի կարևոր լինի հենց այդ տարածքի մեջ։ 3 օր է, հիմա ավելի իրենք ուրիշ բանով են, այսպես ծառայություն ուրիշ կերպ են իրականացնում, քաղաքացիական մեքենաներով եւ քաղաքացիական հագուստով, բայց կարծես շուրջօրյա ռեժիմով այնտեղ ներկա են իրենք։ Իհարկե մեր ծառայությանը չեն խոչընդոտել, մեզ չեն արգելել եկեղեցի բարձրանալ կամ որևէ կերպ մեր շարժը չեն սահմանափակել, բայց նույնիսկ իրենց լուր ներկայությունը արդեն խոսում է, որ չեմ կարող պատասխանել այդ հարցին, ինչու են որոշել, որ այդտեղ պիտի ծառայություն լինի, ենթադրելի է, որ փետրվար 1-ով, երբ որ հրապարակվեց Պաշտպանության նախարարության եւ նախարարի հրամանը զինված ուժերի հոգեվոր առաջնորդության լուծարման մասին, ենթադրում եմ այդ ենթատեքստի մեջ է կամ հսկողություն ունենալ, չեմ կարող հստակ ասել, իրենք պիտի, որովհետև որևէ պարզաբանում սիրելիներս չեմ ստացել։ Ես անձամբ մոտեցել եմ, խնդրել եմ պարզաբանել, ինչի համար է ծառայությունը, իրենք ասեն, մենք իրավունք ունենք չպատասխանել ձեր արդին, դիմեք վերադաս մեր հրամանատարին, ղեկավարին, փորձել են կապ հաստատել, ճշտել ինչի է ծառայությունը այստեղ իրականացում հենց այս պահին, հենց այս ֆորմատով, որևէ մի կերպ իրենք չեն արձագանքել, զանգերին չեն պատասխանել կամ անջատել են։ Խնդրեմ դուք ներկայացնեք Պաշտպանության նախարարության հրամանը, որովհետև ինքը երբ որ դա հրապարակեց, ըստ էության փորձavեց հանրությանը ներկայացնել, թե իբր զինված ուժերում հոգևոր ծառայություն այնուամենայնիվ շարունակելու է լինել։ Խնդրեմ դուք բացատրեք, արդյոք հոգևորականները շարունակելու են մնալ զորամասերում, թե ոչ եւ ինչ որոշում կա արել։
Ուրեմն հստակ էր հրամանի մեջ, որ այլևս դադարում է գոյություն ունենալ այն կառույցը առաջնորդի եւ մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված հոգեվորականների ներկայությունը պաշտպանության նախարարության համակարգում։ Հստակ ասված է նախարարի հրամանի մեջ, որ այլևս դադարում են այն հոգեվորականները, որոնք մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված են վեհապար հայրապետի տնօրինությամբ, այլևս իրավասու չեն ծառայություն իրականացնել, հոգեվոր սպասավորություն իրականացնել բանակում։ Իրենք հետո հաջորդ կետերի մեջ դա երկրորդ կետն էր, եթե չեմ սխալվում, հրամանի հաջորդ կետերի մեջ իրենք ներկայացնում են իրենց պատկերացրած, թերևս իրենց պատկերացրած ծառայության տիպը, երբ որ հոգեվորականները, հոգեվորական գրված չի, բառացիորեն այսպես է, Էջմիածնում, մայրաթոր Սուրբ Էջմիածնում կրթություն ստացած, հոգեվոր կրթություն ստացած անձինք, ուրեմն կարող են որպես գնդերեց կամ ավագ գնդերեց ծառայել, բայց արդեն փոխված ձևաչափով, այսինքն իրենք զինվորական կոչումներ պիտի ստանան, կապիտանի կոչումը կարծեմ գնդերեցին էր վերաբերում, մայորի կոչումը ավագ գնդերեցներին, ովքեր ի պաշտոնե անմիջականորեն ենթակա են դառնում զորամասի հրամանատարին եւ ԲՀ տեղակալին, այսինքն բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնող հրամանատարի տեղակալին, սա ենթադրում է, որ այլևս այդ գնդերեցները, ովքեր որ կկոչվեն ծառայության, մենք ունենք գնդերեցներ, որոնք ժամկետային ծառայության մեջ են, իրենք այլևս կապը խզելու են մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ, ենթակայությունը դառնում է, որ պաշտպանության նախարարությանն է արդեն։ Իրենք են որոշելու։ Մայրաթորը վստահ եմ, որ հանդես կգա հայտարարությամբ, ես ավել բաներ չեմ կարող ասել կամ նույնիսկ չգիտեմ էլի, բայց վստահաբար վեհապար հայրապետը եւ ընդհանրապես մայրաթորի տեղեկատվական համակարգը արձագանք կլինի, իրենք վստահ կներկայացնեն նաև մայրաթորի դիրքորոշումը։ Գնդերեցները ինչպիսի տրամադրվածություն ունեն, շարունակել մնալ բանակային լեզվով ասած մարտական։ Մեր գնդերեցները միակամ են, միասիրտ են, իրենք իրենց հավատարմությունը ապացուցեցին, որ մեր կառույցը, որի շուրջ 3 տասնամյակ արդեն հեսա կլինի, որ գործում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, կուռ կառույց է, միակամ է, իր ուխտին հավատարիմ եկեղեցու նվիրապետությանը եւ հավատարիմ վեհապար հայրապետին։ Այս պահին զորամասերում գնդերեցներ կան ժամկետային այն ծառայողները, ովքեր ի պաշտոնե պիտի ասեն ծառայեն։ Շնորհակալ։ Ես շնորհակալ։